Պարոն Սիմոնյան, ժամանակի մեջ էլ արդեն չխոսեմ, կնոպ կա ունեք, կսխմեք կանջատվի, նենց որ էսա, նախագծի վերաբերյալ տարբեր ռիսկեր, որոնք առկա են հանձնաժողովում մանրամասն քննարկել ենք, ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ, մոտեցել եմ ամբիոնին մի կարևոր հարցի շուրջ ևս մեկ անգամ մեր հանրության համար ավելի պարզ տեսակետս ներկայացնելու։ Տեսեք, նորից քիչ առաջ էլ, դրանից առաջ պարոն Թունյանը փորձում էր նորից խեղաթյուրել իմ ասածները, գնահատականները, որոնք շատ պարզ են եւ 100 հազարավոր մեր թոշակառուներ, քաղաքացիներ, որոնցից մի մասը վստահաբար նաեւ ձեզ քվե է տվել, որ իշխանության եք, այսօր իրենց խաբված են զգում։ Մի պարզ պատճառով, շատ պարզ։ Դուք, երբ որ 21 թվականին գծում էիք ձեր ծրագիրը եւ հաստատեցիք կառավարության 5-ամյա ծրագիրը, այնտեղ մի քանի սոցիալական խոստումներ կար, մեծագույն, կարևորագույն, որովհետեւ վերաբերում էր ամբողջ սոցիալական քաղաքականությանը եւ Փառք Աստծո այդ մի անգամ չափելի էր, որովհետեւ նախկինում երջանկություն էիք միայն խոստանում։ Ասել եք, որ թոշակները, միջին թոշակը պիտի բարձրացնեք եւ հասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, որպեսզի թոշակառուները, գոնե միջին թոշակառուները աղքատ չլինեն։ Նայեք, տնտեսությունը աճել է ձեր ասած չափով, պարտ եք վերցրել առնվազն ձեր ասած չափով, պետական բյուջեի եկամուտները ձեր կանխատեսելի չափով աճել է։ Բայց այդ բոլոր նախադրյալները կա, պարզ թոշակառուն հարցնում է, ես փոխանցում եմ իրենց հարցը, բայց իրենց վերաբերելի ամենակարևոր խնդիրը, որ պետք է թոշակները համաչափ բարձրացնեն, ինչու՞ չեք արել։ Այս հարցին պիտի պատասխանեք, ոչ թե մանիպուլացնեք։